Պետության անվտանգության ամրապնդումն է Հայաստանն ընտրող մարդկանց գլխավոր սպասելիքը Ռոբերտ Քոչարյանից։ Հավատում եմ այս ուժին, ընդամենը ու վերջ։ Երկրորդ նախագահը բազմիցս ապացուցել է, որ կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից, ասում են մարդիկ իրենց աչքով են տեսել։ Միակ ղեկավար տեսնում պարոն նախագահին, որ մեզ կարող է ծանր իրավիճակից հանել։ Իրականքը իր դիվանագիտություն աստիճան այնքան բարձր է։ Ես գտնում եմ, որ մենակ ինքը կարա այս վիճակից Հայաստանը հանի։ 90-ական թվականներին Հեյդար Ալիևի հետ զրուցելուց Հեյդար Ալիևը միջև անգամ չի կարողացել գլուխը բարձրացնի Քոչարյան աչքին նայի։ Միայն Հայաստան դաշինքն է վիճակի փրկի Հայաստանը։ Այս վիճակից հանի։ Հունիսի 7-ին ընտրատեղամաս պետք է գնալ նաև նրա համար, որ ապրի երրորդ հանրապետություն է։ Համար 17 քվեաթերթիկն ընտրողները մրցունակ ու անվտանգ երկիր ունենալու կողմնակիցներն են, ասում են այստեղ։ Այս թիմի հետ է կապված Հայաստանի ինքնության եւ գոյատևման հարցը։ Դամլոկյան ստուրը մեր գլխին կախված է։ 98-ից 2008-ին Երևանի բոլոր թաղամասերը մեծ շինհրապարակների էին վերածվել, հիշում է այս տղամարդը։ Հենց Ռոբերտ Քոչարյանն եմ տենում։ Այդ իր դարիների աշխատանքի որպես արդյունք ինքը ապացուցել է, որ ինքը իրոք ղեկավար է եղած։ Այն 10 տարին էլ գամուրջներով, ճանապարհներով, տնտեսությամբ, պատերազմով, գազམ-եկեղեցական բոլոր հարցերով ինքը արդարացած է իբր մարդ, իբր ղեկավար։ Քոչարյանի աշխատանքի անհերքելի արդյունքներն են պատճառը, որ մարդիկ հավատում են բոլոր խոստումներին, որ այս քարոզարշավի ընթացքում լսում են Հայաստան դաշինքի անդամներից։ Սահմանների ամրապնդում, գյուղատնտեսության աճ, կրթության հասանելիություն բոլորին, անվճար կրթություն, բժշկություն անվճար, ամենալավը Հայաստանի համար ինչ մտածում է, Հայաստան դաշինքն է մտածում։ Ռոբերտ Քոչարյանը ունի մի շարք որակներ ղեկավարի, որ աշխարհում քիչ ղեկավարներ ունեն։ Շրջայացություն, հոհեմություն, բարձր որակի դիվանագիտություն, մարդկանց հետ շփվելու մեծ կուլտուրա եւ ամենակարևորը հետևողականություն եւ նպատակին հասնելու համար մեծ կամքի դրսևորում։ Այն, որ ընտրողին երբեք չի ստել Քոչարյանը, ընդունում են նաև Արմավիրում, ասում են վերջին 8 տարիներին ամենաշատը իշխանության ստախոսությունից են հոգնել։ Ակնկալիք ունենք, որ ղեկավարը սուտ չխոսա, չասի մի բան, անի մի ուրիշ բան։ Քոչարյանի ոչ մի խոսք անարդյունք չի մնացել, միշտ ինքը իր խոսքի տերն է եղել։ Ուժեղ բանակ, զարգացող գյուղատնտեսություն, Արմավիրում չկա մարդ, որ չի ուզում։ Հայաստան դաշինքի ընտրողները վստահ են, Քոչարյանը գիտի ինչպես են երկիր կառուցում։ Ռոբերտ Քոչարյանին գիտեմ որպես հզոր ղեկավար, որպես առաջնորդ։ Բանակը ինձ թվում է, եթե ինքը լինի, բանակն էլ կուժեղանա, ունենանք կազմավորված բանակ, մեր պետականությունը չկորցնենք։ Տնտեսություն, ժողովրդի բարեկեցություն, հայրենիքի պաշտպանություն, առաջինը։ Հայրենիքի պաշտպանություն, մեր հայրենիքը նորից վերականգնվի մեր Հայաստանը։ Հունիսի 7-ին պետք է բոլորը գնան քվեարկության, որոշեն զարգանալու է երկիրը առաջիկա 5 տարիներին, թե նոր պարտքեր շալակի ու նոր պատերազմի տագնապով ապրի։ Հայ ժողովուրդը պետք է մտածի։ Այսօրվանից պետք է բոլորը համախմբեն, գնան ընտրության եւ ցանցան համար 17-ին։ Միան պարոն Քոչարյան, որովհետեւ ինքը այն առաջնորդն է, որը պետք է Հայաստանը ոտի կանեսի։ Ռոբերտ Քոչարյան զինվորը եղել։ Մահակու ներկա Ադրբեջանին Հեյդար Ալիևին քշել են տարել մեր տարածքներից, որովհետեւ մի բուռ է եղել։ Լավն է Հայաստան դաշինքի կարգախոսը, ասում են մարդիկ, Քոչարյանի վստահությունը, որ միասին հնարավոր է երկիրը ավելի լավը դարձնել, մարդկանց հույս է տալիս, որ նորից մի բռունցք կդառնան հայերը։ Ժողովրդի համախմբությունը, հայ ազգի համախմբությունն է խորհրդանշում։ Եվ իր արարքով հիմնականում իր գործունեությամբ, իր անցած ուղիով վստահություն է ներշնչում ժողովրդին։ Ալբերտ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։